մեջ ամուսինս էսպես է, թե այնպես է, տեսնում ես նորմալ մարդ աշխատող մարդը, էլ չմանրանաս, ամուսնացի, շուտ ձանձրացող է, շատ հետաքրքիր սպորտով ես զբաղվում, իսկ այդտեղ ձանձրույց պետք չլինի, շուտ ձանձրացող ես, որտեղ փիլիսոփայություն է քո սպորտը, տանը լավ կլինի, շուտ տեղափոխություններ անես, կահույքի, դա քո աչք անդադ նորություն կտա, վերջ։ Ինձ մի հատ կարող ես նկարագրել, թե ինչ ձևի տղա կուզեիր կողքդ տեսնեիր։ Դու տենց ուժեղ աղջիկ ես и внутри себя ты такая, и физически մի հատ պատմի, ինչ ձևի տղա։ Ամեն տղա կհամաձայնվի քո նման կին կողքը լինի։ Նա սխալ բան ասի, նա կաուդանի։ Չէ։ Իսկ դու ինչ ձևի տղա մարդ ես ուզում տեսնել։ Առաջին հերթին բնավորությունից սկսենք, որ ինքը չփորձի ինձ լիովին փոխի։ Ինչ որ բաներ հնարավոր է ես փոխվեմ իր ուզածով, եթե սիրեմ։ Ինչ ձևի էքստրեմալ բնավորություն ունենա։ Իսկ քրիստոնյակարն ես, եթե ինքը։ Ինձ համար ոչ կրոնը, ոչ ազգությունը խնդիր չի։ Եթե սիրեմ կամուսնանամ, եթե սիրեմ իր համար կարամ փոխվեմ, եթե հավատամ կարող է կրոնս էլ փոխեմ։ Ասենք այդ աթեիստի եթե հավատամ, եթե հարցն էր, որ ես ասում եի, տեղ թողում ես։ Տեղ թողում եմ։ Ամեն ինչի համար էլ տեղ կա։ Փաստորեն կրոն չունես որ փոխես։ Դուք ինչ կասեք, ունեք մի բան ասելու։ Շատ առույգ աղջիկ է, նա դե ինչպես նշեց սովորում է այդ տեխնապահական գծով և ավարտել է, աշխուժ է, ընկերասեր, այդպես։ Շնորհակալություն, ես կարծում եմ եկել է ժամանակը, եթե դու ոչինչ չունես մեզ էլ ասելու, Անի ջան, գնա դիմավորի մեր առաջի փեսացուին Շահենին։ Lepցես, Անի, Շահեն ջան, դու ում հետ ես եկել։ Իմ ընկերս է, Արմենն է։ Արմեն ջան, օգնելու ես Շահենին, հա, ընտրություն անի, ճիշտ, հա։ Լավ, դե նայենք էկրանին, հետո կխոսենք։ Շահեն Բաբույան, 21 տարեկան է, մասնագիտությամբ ծրագրավորող, հաճույքով մասնակցում է ավտովազքի մրցույթների, չափազանց խիստ լուրջ, խանդոտ եւ ավանդապահ երիտասարդ է Շահենը։ Իր սիրած աղջկան արգելում է բառացիորեն ամեն ինչ, կարճ շրջազգեստ կրել, ընկերների հետ շփվել, առանց իր ուղեկցության տանից դուրս գալ։ Դա էլ դարձել է նրա բաժանվելու պատճառը։ Ընտանիքի հիմքը Շահենը տեսնում է սիրո եւ փոխադարձ հարգանքի մեջ։ Իր ապագա կինը պետք է սիրի իրեն, անպայման լինի գեղեցիկ եւ համակերպվի այն մտքի հետ, որ երբեք չի աշխատելու։ Շահենն իր հերթին կպահի իր ընտանիքը հավուր պատշաճի եւ ըստ արժանվույն կգնահատի իր կնոջ արժանինքները։ Շահեն ջան, դուր ա գալի քո կենսագրությունը, քո բնավորությունը։ Դե։ Չխանգարեց դա քեզ կյանքում։ Չէ, չխանգարեց։ Չխանգարեց, դու հրաժարվեցիր քո սիրած աղջկանից, բայց չհրաժարվեցիր քո պրինցիպներից։ Այո, հիմա տենց է։ Դու կզոհաբերես քո մեծ սերը հանուն քո պրինցիպի, հա, տենց է ստացվում։ Այո։ Դա ճիշտ է։ Իր համար ճիշտ է։ Իմ համար։ Եվ ինչին հասար, ուղղակի զրկվեցիր այդ աղջկանից, հա, բայց զատո դու քո մեջ ասում ես, ես արեցի։ Իրա պատճառով եմ այստեղ։ Դու ուզեցիր մարդուն փոխես։ Նայ մեր քո դիմացինը ստացա մի անձնավորություն, ինչու եմ ասում անձնավորություն, շատ ուժեղ աղջիկ է, կյանքում թույլ չի տա իրան փոխես։ Կարատեիստ, տեխնապահ։ Միացան։ Բոքս։ Всё։ Կամիացած կնայի։ Գուցե մի քիչ պատմես քո սիրո պատմությունը ինչպես սկսվեց։ Ինչպես որ բոլորի մոտ է լինում, տենց իրան տեսա, առաջի հայացքից սիրահարվեցի։ Քանի տարեկան էիր։ 17 տարեկան եմ, բա։ Ты еще автогонщик, չէ։ Այո։ Զբաղվում էի այդ սպորտերով, եթե ճիշտն ասեմ, ինքն է գալիս էր։ Տենց առիթ տվեց ինձ, որ ես այնտեղ իրան տեսնեմ, սրուցեմ հետը լուրջ, տենց ոնց որ սկսեցինք շփվել։ Ինքը կարճ հագնված էր այդ ժամանակ։ Այո։ Եվ դու իրան հավանեցի, հենց այդ ձևով, չէ։ Հենց այդ ձևով հավանեցի, բայց հետո երբ որ ընկերություն սկսեցինք անել, արդեն խանդ առաջացավ։ Տանը կհագնես, դրսում երկար։ Խանդ առաջացավ, այո։ Ինչու դու վստահ ես քո վրա։ Հա, թողնային ուրիշներն էլ, բայց ինքը քոնն է, չէ։ Դու հպարտ կարող ես ասել, вот вы все мужики смотрите на мою девочку, но она моя։ Էլի իմ նկարը լիներ, բայց ոնե
հագնվել նենց ոնց որ ես եմ ուզում։ Իսկ դու ինչ արեցիր դրա համար։ Լավ չհամոզեցիր ուրեմն։ Եթե ես լավ համոզեի, կարճ հագնում։ հա, եթե համոզեի լավ, կարող է եւ փոխել ինքը իր ստայլը։ Կարող է լավ չհամոզեցի, մուժերի մեջ եմ ինչ։ Սային կարճ հագնում անընդհատ։ Այո։ Շատ կարճ է։ Սենց որ իջնում է трусики были видны, да? Չէ, տենց չէ։ Տենց չէ։ Դա չոքերից չէր էլի, ուղղակի։ Դու ուզում ես որ քո աղջիկը հագնի մինչև դապյատ։ Հա։ Հա, հիմա օй ներողություն, հիմա մի վարքյանն է։ Հիմա ես սխալ եմ հագնված։ Չէ, շատ գեղեցիկ է հագնված։ Չէ, բայց դու ասեցիր մինչև ներքև։ Չէ, մինչև ծունկը ասեց։ Չէ։ Բարձրությունը, դրանից ավել բարձր չլինի։ Հա, սրանից ավել չլինի։ Չէ, ծնկներից վեր է։ Բայց ես սենց էլ եմ հագնում, գիտես։ Թող քո մարդը մտածի։ Լավ, ես ամեն ինչը կատակ է։ Այդ արվեց ամեն ինչը քեզ համար, որ դու հասկանաս, թե ինչ ձևի է Շահենը, ինչ է սիրում, ինչ չի սիրում։ Դու հարց ունես Անի ջան։ Սեզ մոտ խնդիրը միայն կարճ հագնվելն է։ Խնդիրը։ Հնազանդ լինելը, այո։ Այդ դրանից է գալի կարճ հագնելը։ Օրինակ մեր հարսնացուն ասեցինք, չէ, կարատեիստ է, թիկնապահ է, բոքսյոր է, չգիտեմ ինչ է։ Դու համաձայն կլինես, որ Անին քեզ ընտրի։ Դե շփվենք։ Բայց այդ մասնագիտությունը քեզ չի խանգարի։ Չէ, Իսկ ընդհանրապես։ թույլ կտաս աշխատի։ Ոչ։ Իսկ թույլ կտաս, որ ինքը թույլ չտա, որ դու աշխատես։ Հարցը փակ է։ Получилось, спасибо, до свидания։ Նա Ամեն դեպքում Լյուս ջան, ինչ կասես։ Շահեն, անունը այնքան մեր հայկական անունները բոլորն ունեն նախածանցներ ու արտանցներ։ Քոնը հենց դա Շահեն։ Հիմա համ կարող եք շահ հասկանաք շահը, համ եւ շահը օգուտը։ Են ամեն մարդ իր անունի մեջ պետք է գտնի ինչ որ իմաստ, որտեղ բոլոր անուններն ունեն իմաստ։ Իմաստը հենց այնպես ոչինչ չկա այս աշխարհում։ Դու համաստեղությամբ խեցիետին ես։ Այո։ Ընտանիք, հայրենասիրություն, սա է քեզ պետք։ Ինչ որ դու նոր ասվես քո կենսագրականի համար, ես ոչինչ չեմ ավելացնում, որտեղ այնքան բնորոշեցիր դու քեզ։ Շատ հազվադեպ է լինում, որ մարդը գիտի իրականում ինքը ով է։ Միշտ իրենց կողմ են, չէ, բայց դու շատ ճիշտ բնորոշեցիր ու այդպեսն ես չես էլ փոխվելու դու։ Միայն խորհուրդ իմ կողմից, այդ քո ասածին, որ ավելի մի քիչ կյանքդ հեշտ լինի, աշխատի ինտելեկտդ պահի, որտեղ դա շատ կարևոր է քեզ։ Դա մարդու ներքին մտածելակերպն է, ոգևոր գաղափարներ է դա կոչվում։ Հետո դու էլ Անի նման մի քիչ շուտ ծանրանալու բնավորություն ունես, սովորաբար աղջիկներին խորհուրդ տվում է կահույքի տեղափոխությունները տանես, որտեղ կանայք են տանը սովորաբար լինում, քեզ էլ դա չխանգարի, որ տան մեջ անդադ նորություններ, պարտադի չգնաս նոր բան առնես, բերես տունը թցնես, դրանից էլ շուտ կծանրանաս, ուղղակի առարկաների իրերի տեղափոխություններ, Բայց ինչի՞ չես աչքդ, չէ, այդ հարցը չի։ Հա? Քանի որ աչքդ նորություններ ընդհանրապես Այդ դու այն տղեն ես, որ ասես, հա, ամեն ինչ հետ համաձայնվեցի։ աչքդ պետք է միշտ նորություն տեսնի։ Տան մեջ եմ խոսում, տան մեջ։ Հա? Կգնաս ուրիշտեղ պետաքրքրություն կգտնես։ Դրա համար պետք է տան մեջ անդադ նորություններ բերես։ Ամեն անգամ մի աղջիկ բերի դու, նորություններ մի իր համար, հա։ Իրերի հանդեպ է խոսքը։ Հա։ Առարկաների։ Կարող է գնա ուրիշտեղ իր հետաքրքրությունը գտնի, եթե քեզ նորություն չտվի։ Կարող է։ Քեզ ամեն ինչ կարելի է, չէ՞։ Շահեն ջան։ Որպես տղամարդ է էլի։ Լուրջ մարդ է Շահեն Անի ջան, բավականին լուրջ մարդ է։ Որպես տղամարդ ասում են, ամեն ինչ կարելի է։ Հա, հայկական տղամարդ։ Այդ ամեն ինչը ինչ է, հա, Շահեն ջան։ Հաստատ ավելի շատ վլաստ ունեն ոնց որ, քան թե կինը տան մեջ։ Դրա առումով եմ ասում էլի։ Այսինքն իշխանություն ասելով, ինչ ես հասկանում տան մեջ։ Տան մեջ իշխանությունը քոնն է։ Ոնց օգտագործես այդ իշխանությունը Շահեն։ Ոնց են օգտագործում։ Օրինակ, ասենք Սենց իմ բաներով? պատմածով, չէ, ոչ։ Իմ պատմածով, ասենք, որ ես ասում եմ սենց մի արա, ինքը չի լսում, այդի արդեն ոնց Բա որ դու հանդիպես նենց մի հատ աղջիկ, որին ոչ մի բան ասել պետք չէ, այնքան խելացի, այնքան լավ, ամեն ինչ ինքը կանի նենց ոնց որ դու ես, մի հատ առիթ չտա, որ դու մի հատ ասես, գիտես ինչ, ես մի հատ սենց արես, այդ ոնց կլինի դա։ Լավ կլինի դա։ աստվածտա հանդիպել։ Այդ ուզում ինքը էլի։ Մի խոսքով Անի ջան, քեզ դուրս չի գալիս նրա խստությունը, հա։ Բայց դու էլ ես խիստ։ Քեզ ո՞նց է այդ տղաճարենք, որ քեզ Она просто не разрешит, чтобы над ней властвовали. Այդքան բան։ Ինքը շատ
Այսինքն իշխանությունը քո ձեռքը լինի։ Չէ, որ այդ չի որ ինձ ձեռքը լինի։ Ուղղակի ինձ իմ իրավունքներից չզրկեն։ Իսկ տղամարդը տնից դուրս իշխանություն չպետք է ցույց տա, մենակ տանը։ Ոնց է կոնկրետ իր ընտանիքին վերաբերյալ իշխանություն դե գործ աշխատանք դուրս է իր հերթին։ Ես անին բան չեմ ասում այդպես։ Չես էլ կարա։ Ես իմ ընտանիքում այդ եմ ուզում, թե չէ դրսում վրա իշխանություն բան ասնի, ըստ պաշտոնի կարող է իշխանություն լինալ, իսկ թե չէ ընկերագար շրջապատում հո իշխանություն չի բան ասնելու։ Դու հարցում ես համար իշխանություն։ Ինչքան վաղտած զբաղվում եք սպորտով։ 6 տարի։ Դու ոնց ես գտնում։ Իրանք կարող են միասին լինել։ Դե ինքը մանկության ընկերն է, ես դեռ մանկության անցնում եմ, ինքը բնավորության խիստ է։ Իրան ավելի հարմար կլինի հնազանդ։ Հնազանդ է։ Լավ տղա է։ Դու քանի տարեկան ես։ 18։ Իր համար ավելի հարմար կլինի իր զուգընկերը, որ լինի ավելի ոչ թե համեստ, ինքը համեստ աղջիկ է։ Ինքը հնազանդ, դու շատ ճիշտ ասեցի։ Շայն ջան, անակնկալդ։ Ուզում եմ շարանքի տողերը նվիրեմ, աշուն է աշուն, անձրև ստվերներ անձև, շողում են դանդաղ, պաղ միապաղաղ, անձրև ու անձրև, սիրտը ստանջում է ինձ, որ անարաղ անհամբերության։ Հրաշալի ասմունք ես։ Շնորհակալություն, սպասեք սենյակում։ Հաղորդման հովանավորն է։ Ներկայացնում ենք շահողների տոնական շքերթի 4-րդ տասնյակը։ Մհեր Մխիթարյան։ Շահել եմ կես միլիոն։ Ոնց եղավ։ Ինգեցի ու ինչ։ շահեցի կես միլիոն։ Վահագն Հովանիսյան, Արտյոմ Բարսեղյան։ Շատ ուրախ եմ։ Էլի եք շահել։ Բայց բան չէ եղել։ Իսկ ինչքան եք շահել։ Շահել եմ կես միլիոն։ Եվ ինչ։ Ցանկանում եմ բոլորին։ Շտապեք։ Մնացել է 60 հատ կես միլիոն։ Ընտանեկան լոտո տոնական։ Միացեք մեր շքերթին։ Զորոն բերել է ձեզ խոսքի ազատություն, շփման ազատություն։ Այսեք։ Բա։ Ինչ։ Սիրելի, քո նապաստակն արդեն պատրաստ է։ Վաու։ Մա։ Դե, չխանգարենք ձեր շփմանը։ Սակագնային փաթեթ 0։ Միացիր եւ խոսիր ցանցի ներսում 0 դրամով։ Հիլայ։ Դուք արդյոք գիտեք, որ այն սննդարար նյութերը, որ ձեր երեխան չի ստանա կյանքի առաջին 6 տարիներին, ապագայում երբեք չեն լրացվի։ Երեխայի առողջությունը նման է տան շինարարությանը, եթե հիմքը սխալ է դրված, տունը ամուր չի լինի։ Երեխայի աճի եւ զարգացման համար առանձնապես կարևոր է կալցիումը։ Այդ պատճառով ես որպես մանկաբույժ խորհուրդ եմ տալիս երեխաներին տալ ռաստիշկա։ Նուրբ սննդարար ռաստիշկան հրստացված է կալցիումով։ Ձեր երեխայի ապագա առողջության համար սկսեք հոգալ այսօրվանից։ Ռաստիշկա, փոքր քայլեր դեպի մեծ աշխարհ։ Մարգարիտները իմ հմայքի գաղտնիքն են։ Վերսիլ, Վերնելի թարմության բույրով մարգարիտներ։ Դա մաքրություն է և թարմություն, օրը 24 ժամ։ Մարգարիտները մնում են հագուստի վրա և արձակում իրենց թարմ բույրը։ Նոր Պերսիլ, Վերնելի թարմության բույրով մարգարիտներ։ Ջերմություն եւ գլխացավ, տկարություն եւ մարմնիթունություն, բայց ես հիվանդանալու ժամանակ չունեմ, չէ որ թիմը հիմնվում է ինձ վրա։ Լավ է որ կա հզոր միջոց, Թերաֆլու գրիպի եւ մրսածության դեմ։ Ի շնորհիվ 4 ակտիվ բաղադրիչների Թերաֆլուն կվերացնի գրիպի եւ մրսածության բոլոր ախտանիշները եւ արագ ոտքի կկանգնեցնի։ Թերաֆլու հիվանդանալու ժամանակ չկա։ Թերաֆլու էքստրա կրկնակի ազդեցություն գրիպի եւ մրսածության դեմ։ Վարսերը վնասված են եւ ոչինչ չի օգնում։ Էքստրեմալ որոշում, վարսերի վերականգնում Շվարցկոպֆից։ Գլան բարձր վարսատրվել եւ ունենալ նորմալ ընտանիք։ 2 տարի առաջ սիրահարվել է փողոցում պատահած մի աղջիկը, ծանոթացել է, ընկերություն են արել, իսկ 1 տարի առաջ բաժանվել է նրանից, քանի որ աղջիկը չափից դուրս խանդոտ էր։ Հաճախ էր վիճում Ռաֆայելի հետ խանդի տեսարաններ ստեղծում, ինչը շատ հոգնեցուցիչ էր եւ անհրապույր։ Այսօր նա հույս ունի հանդիպել հրապուրիչ, խելացի, հնազանդ եւ հավատարիմ աղջիկա, ով երբեք ոչ մի հարցում չի առարկի եւ իհարկե չի խանգարի իրեն։ Меня, честно говоря, так упало настроение. Я все вот хочу понять, что все наши девочки такие плохие, да? Ով նստեց ասեց հնազանդ, ինչի տենց վատն են մեր աղջիկները, որ առաջնահերթ դուք դա եք ուզում։
Հետո ցիրկի կապիկին ինչ են բարձրացնում եք։ Իրանք բոլորն էլ շատ հնազանդ, շատ լավ աղջիկներ են, բայց ինչու եք դուք բոլորդ շեշտում դա։ Միթե առաջնային հենց դա է ձեզ բոլորից պետք։ Դե չէ, կոնե լսող լինի, ինչ կարգի բացատրեմ։ Իսկ ինչու պետք է լսող չլինի, եթե սիրում է, ամեն ինչ քեզ համար կանի։ Չլսի։ Դե մարդս խնդիրներ կա, կարող Չլսի, խնդիրներ լինի։ ինչ խնդիրներ օրինակ։ Դե բայ դրությունից է կախված, էլի չեմ կարող։ Կարող է հանգրծածի կոշիկը սփոփվել է, կարի չկարի։ Չէ, դες բաներ չէ։ Ռաֆայել, այ աղջիկը, որի հետ դու ընկերություն էիր անում, պատմի մեզ, ոնց եք հանդիպել, քեզ խանդում էր, իսկ դու խանդոտ չես։ Դե ես իր հետ հանդիպել եմ, ասենք, ծանոթի միջոցով, այս ուղղակի կապել է, հետո սենց հանդիպեցինք իրար հետ, շփվեցինք, մինչև այդ ամեն ինչ լավ էր, հետո փորձում էր ինչ-որ մի փոքրիկ խնդրից մեզ պատմություն սարքել, դե ես չեմ սիրում դες բաներ։ Կոնֆլիկտի չես դու, սիրում ես սենց։ Դե ամեն ինչ ինչքան հնարավոր է խախանդ հանգիստ ձևերով լուծվի։ Դե ինքն է փորձում էր անդադ։ Իսկ կարող է դու ինչ-որ առիթ էիր տալի, որ ինքը խանդում էր։ Դե չէ, օրինակ ես շատ ընկերներ ունեմ, շատ ծանոթներ ունեմ, ասենք ծանոթ աղջիկներ, ոնց է ես շատ մտերիմ եմ, դե ինքը այդ առումով շատ է խանդում։ Ասում էր դու իմն ես եւ վերջ։ Հա, պատճառն է։ Չես շփվում ոչ մեկի հետ, հա։ Հա։ Ահա։ Ամենը այդ կարգին։ Դու հարց ունես։ Բաժանման պատճառը միայն խանդն էր։ Հա, դե հիմնականի կոնֆլիկտներն է։ Տակտիրե դու տիգնապա աղջիկ կուզես։ Տիգնապա։ Հա, քեզ մեկը բան ասի, քեզ պաշտպանի։ Պարկասը կարող ենք մեզ նոր։ Կարատեիստ է ինքը տիգնապա։ Դա իր մասնագիտությունն է։ Չեմ ասում որ դու ասես պարկասը։ Իր մասնագիտությունն է այդպեսին, որ ինքը ուզում աշխատի տենց։ Դե նայած թե ինչն է, էլի, մասնագիտությունը այսինքն։ Այսինքն ինքը պետք է լինի телохранитель։ Թե։ Տիգնապա չհասկացա։ Հասկացա ինչն է։ Թողնես աշխատի։ Դե մի ասած ասեմ, եթե Ված կլինի ապահովված ման կգաս քիշեցերեք։ Դե թիկնապահ ոչ միայն ինչ-որ մեկի անվտանգությունը կան, այլ օբյեկտների անվտանգությունը ապահովել կամ տեսակցիկների Քողությունը ոնց է օբյեկտներից է։ Դեռ ճիշտ ենք խոսում։ Հա, մի բան ասա, հա կամ ոչ, այո կամ ոչ, այո կամ ոչ։ Հա, փորձը դեզուկ գտնենք, տեսնենք ինչ կլինի, Մի բայց խոսքով հիմնականում այլի։ Խոսքով գտել եք իրար։ Բա դուք այդպես եք գտնում։ Հա։ Դուք հարց ունեք։ Դերքուք վեսելի դրանից որ ինքը ուժերը։ Հա, բավոն։ Ինքը էքստրիմ աղջիկ է, պիրսինգներով, բան։ Իջալեց էս պերսոնաժը։ Չէ, դե մեր ընկերա, չէ դե։ Հիմա չես կա արտակինի վրա ասենք կարտի կազմել, որովհետև ասենք ներքուսից կարող է արտակինով ասենք ցուցադրական ինքը, բայց ներքուսից ասենք շատ լավ աղջիկ է, ինչ գիտես։ Ապրես։ Բայց ինչի իր մասնագիտությունը բանա հետը բերում։ Ասենք նորմալ հագնում, ասենք այդտեղ вообще ոչ մի բան չկա, բայց ասենք ներքուստ այդ մարդը չի լինի ուղղակի, ասենք вообще ոչ մի ձևի ապրել։ Գիտես, որ ինքը Աստծուն չի հավատում, աթեիստ է։ Հանենք պիրսինգը։ Դնում այն չի դրել դրա։ Եթե ընտրեսն է Ռաֆային, լսեցի՞ր։ Չէ, ինչ ասեց Ռաֆայելը։ Ասեց, իմացավ, որ աթեիստ է, ասեց այդ մեկը չեղավ։ Ինքը աթեիստ է, Աստծուն չի հավատում։ Ինքը ասեց, որ եթե ես սիրեմ, կարող է եւ ես կարող է ես ասել, այո, հավատքս, հա, այո։ Ռաֆայել ջան, շատ սիրո խոսում ա Լեննական Գյումրեցին, քիչ որ երկար խոսեիր Անի հետ, ես ավելի ինձ լավ կզգայի։ Ափսոս չես խոսում, ոչինչ, հիմա հարցեր կտակ։ Համաստեղության պատիեղ ջուրես, որը հողու եւ ամրություն է նշանակում, ծայրահեղություն։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս, դու երազներ տեսնում կամ հավատում ես։ Երազներին։ Հա։ Հարսնացուներ տեսնում ես երազումը, ես դա եմ ուզում հարցնել։ Հարսնացուներ։ Հա, հարսնացուներ, տես օգնակի եմ ասում։ Ես մոտ երազով է հարսին տեսնելը։ Հա, պետքա տեսնես, լսես ու գնաս գտնես։ Դե ինչ-որ մի չափով կա այդպիսի բան, բայց դե հիմնականում չէ էլի։ Ասենք երազում տեսնում եմ, բայց դե արդեն հիմա տենց պետք է լինի քեզ մոտ։ Հա։ Եր հարսնացուն երազումը դա հայտնվելու։ Ու հետաքրքիր օրվա եկամուտ դու այնպես դու շեշտել էր, չէ՞ որ ուզում ես շատ բարձր աշխատավարձ ստանաս։ Այդպես է քեզ տված, որ դու անպայման պետք է օրվա այնպես աշխատանք լինի, որ օրվա եկամուտ ունենաս, դա ձերքի աշխատանքն է։ Դու ունես ձերքին հունը։ ծրագրավորող եմ, ասենք դրանից
Կողմ ինչ-որ մի բան անես, ինձ այդ ժամանակ դու քո գումարը ստանաս։ Շատ նորմալ ընտանիք կպահես, այդքան խիստ չես, տես, այդ եղջյուրներին թվում է թե իրանք այսպես խրոխվեն, բայց ոչ բոլորն են, ձեռքերդ տերում է նուրբ տղա էս բավականին, որ գյումրեցից այդ շատ լավ է, գյումրեցի լինելը, Մետեքին Ջուլյանն էլ ամ դեղել։ Պահպանողական, հումորով լավ մարդիկ եք։ Գիտես Լենական ինչի մնաց, երկրաշարժին լրիվ չգնաց, իր հումորի համար։ Դրա համար միշտ դուք պետքա ձեր հումորը պայք, ամեն նեղ վիճակից հումորն է ձեզ օգնելու։ Հիմա հարց տուր, ես մի քիչ լսեմ, թե ինչ ես խոսում Անի հետ, շատ եմ ուզում լսեմ։ Գեղեցիկ աղջիկ է, ասենք, այդ պիրսինգները որ հանեք ավելի լավ կլինի, ինձ թվում է, որովհետև հիմնականում մարդը դեմքը փչացնում է հենց այդ։ Դե տես դա դու ես տենց կգտնում։ Դա քո կարծիքն է, բայց ինքը գտնում է որ գեղեցիկ է, որ արել է, չէ։ Այդ էս իմ կարծիքն է արտահայտում։ Ինչ ասեմ, հետական կերևա էլի։ Հիմա դուք ինչ եք ասում, համապատասխան են իրանք։ Ժամանակակից աղջիկ է, հիմա ասենք պետք չի, Ռաֆո ջան, նայես դու իր արտաքինին, չես ճանաչում մարդու ներքուց, հիմա կարող է ներքուց, ասենք ամեն ինչին իր կոդուրը գա, որ ասենք խնդիր вообще չունի, ասենք իր արտաքինի մասին դաժե մտածես։ Դե շփվես մարդուն ճանաչես, ընթացքում պարզ կլինի։ Կազմես այդ ընտանիքը ոչ։ Մերսի, իսկ դու։ Ես համոզվում եմ իր ասածի հետ, բնականաբար պիտի շփվեն, իրար ճանաչեն, հետո կորոշեմ, էլի, համապատասխանեն թե չէ։ Ծնողների հետ եք ապրելու։ Դե հա, հիմնականում հա, հետո կարող է, ասենք, առանձին ապրենք։ Իսկ քանի երեխա կուզեիր ունենալ։ Քանի երեխա, նախնական մի հատ, հետո կորոշենք։ Դե ուրեմն անակնկալ է։ Ես սկավառակը նվիրում եմ քեզ, հուսով եմ այն տուր կգա քեզ, իսկ եթե հետագա շփվենք մենք իրար հետ, կփորձենք իրար հետ նայել այս դիսկը։ Ջան, սպասեք սենյակում։ Հանի ջան, ինչ կասես։ Ավելի համապատասխան էր, քան մյուսը։ Ինչ վերաբերում է կրոնին, գուցե հարցը այն է, որ ես ուղղակի չեմ գտել ճիշտ կրոն ինձ համար, քանի որ ես ինֆորմացիա ունեմ բոլոր կրոն, այսինքն հիմնական 3 կրոնների մասին։ Ինձ համար մի քիչ պրոբլեմ է, ես որին կհավատամ։ Եթերում արի ամուսնանանք հաղորդումն է։ Եթե ուզում եք մասնակցել մեր հաղորդմանը, զանգահարեք կամ գրեք մեզ։ Մենք սպասում ենք ձեզ։ Իսկ դու գնա եւ դիմավորի մեր 3-րդ տեսացույցը։ Աղվանին։ Մսովնա։ Անի։ Աչելի անջան։ Այգի փողոցից։ Բարև ձեզ։ Աղվան, ում հետ ես եկել։ Եկեղեցիս մանուկնա։ Շատ հաճելի է։ Նայենք էկրանին։ Աղվան Բարսեղյան 26 տարեկան է, մասնագիտությամբ ջերմատեխնոլոգ, անհատ ձեռներեց է, նաև համակարգչային օպերատոր, զբաղվում է սպորտով և սիրում է լինել խոհանոցում։ Բոլորովին վերջերս այնպիսի համեղ կորտոֆիլ էր պատրաստել, որ համը բերանում է մնացել։ Մոտ 1 տարի առաջ Աղվանը ընկերություն էր անում մի աղջկա հետ, ում շատ էր սիրում։ Ցավոք աղջկա ընկերուհիները փորձել են վարկաբեկել Աղվանին նրա աչքերում և դա նրանց հաջողվել է։ Չնայած Աղվանը որոշակի քայլեր է ձեռնարկել իր սերը չկորցնելու համար, աղջիկը այնուամենայնիվ հրաժարվել է իրենից։ Հաշվի առնելով, որ կյանքը վայրեջքների և վերելքների անվերջանալի շարժ է, ամուսինները պետք է լինեն միմյանց նկատմամբ համբերատար ու ներողամիտ։ Աղվա ջան, այդ ո՞նց է իր տենց համով բան պատրաստել, մի հատ պատմի։ Այդպես եկա տուն եւ շատ սոված էի, ու չգիտեմ, այդ ամբողջ էներգիաս դա ամեն ինչը դες վերեցի ու շատ արագ պատրաստեցի։ Նույն ինձ համար շատ համով էր, բայց չգիտեմ, ասենք, կարող է մեկի համար, ասենք, համով չլինի։ Այդտենց կարծում եմ ստացվել էր։ Եթե այն դրական սենս տրամադրության պես ամեն ինչ անում, իրոք համով է ստացվում։ Մենակ ես թե ծնողների հետ։ Հա, ծնողների հետ։ Ծնողների հետ ես ապրում։ Այդ օրը ուղղակի եկել էր տանը մարդ չկա, այդպես միամիտ եկա։ Ինչն էր պատճառը, որ դուք բաժանվեցիք։ Այդ աղջկան իր ընկերուհիները կոնկրետ ասենք չարախոսություններ են ասել իմ անունից եւ այլն։ Այդպես միգուցե հավատացել էր, չգիտեմ, միգուցե չգիտեմ, բայց հիմնականում դա եղավ պատճառը։
Մեր ընդհարման։ Իսկ դու ինչ քայլեր նախաձեռնեցիր։ Դու չպարզաբանեցիր։ Պարզաբանել եմ, 2 անգամ փորձել եմ, խոսել եմ հետը, փորձել եմ իմանալ բուն պատճառը, բան ինքը խոսափում էր ու այդպես չէր ստացվում այդ ամեն ինչը նորմալ այնպես ոնց որ պետք է լիներ։ Ոնց որ ես էի ուզում։ Դու ո՞նց ես կարծում, ընկերները ճիշտ էին։ Չէ, բնականաբար չէ։ Չեմ ընդունում որ ճիշտ կլիներ։ Ճիշտ էին։ Եվ ինչ աղջիկ ես ուզում հիմա հանդիպես։ Ամենակարևորը որ սառը դատի։ Օհ։ Ինքը ոչ միայն սառն է դատում, ինչպես լսեցի, այլ շատ ամուր պինդ աղջիկ երևում, շատ դիասկանջ։ Չես վախենա տես աղջիկը այդ ամուսնանալ։ Եթե մի անկյունում կա սերընկած, ուրեմն այդտեղ վախի մթնոլորտ ոնց որ ինչ լինի։ Տես աղվանը համով մեկ բաներ է պատրաստում։ Դու հարց ունես։ Աղվան, դուք միասին եք ապրելու, որ ամուսնանաք։ Իհարկե։ Հա? Իհարկե։ Հա, միասին եք ապրելու։ Մեկ էլ ինձ մի բան ասա։ Այ դու նենց տղամ ուժեղ ես, խանդոտ ես, խանդոտ չես, նոր մի հատ մեզ մոտ փեսացու ունենք, ասում էր բլաստը պետք է իմ ձեռը լինի։ Իսկ դու դրան ոնց ես նայում։ Դա էլ պետք է լինի, բայց ամեն ինչ հարաբերական է։ Առաջինը պետք է լինի փոխադարձ հարգանք, իրար հասկանալ եւ հետո արդեն բլաստը ասածը արդեն կլինի, բայց իսկ ընդունես Մերանի ինքը աթեիստ է։ Չի հավատում Աստծուն, կընդունես իրան այնպեսին ինչպեսին կա։ Միգուցե ժամանակի ընթացքում կհավատա։ Հնարավոր է։ Հնարավոր է, չի դարձել։ Լույս դու ինչ կասես։ Անպայման ես հավատ։ Շատ շոշափեց այդ թեման։ Իհարկե, անպայման լսեցին բոլորը, բայց շատ քրիստոնյաներից համար շատ։ Դու ավելի լավ մի հատ տես աստղերը ինչ են ասում։ Աղվան, դե համաստեղությամբ կարիճ ես։ Այո։ Տգեղ անջում, չէ, բոլոր 12 նշաններից մենակ էտա ու ցուլիկի վրա եմ միշտ ծաղում։ Ներքին անհանգստություն, լավ լսի, ներքին, ոչ թե արտաքին, ներքին անհանգստություն կա քո մեջ միշտ։ Աշխատե այդ կրծերը հանի, մեջից է։ Սեփականատեր, չեմ ասում տանտեր, սեփականատեր, մանրակրկիտ եմ բացատրում, տեսնում ես, նպատակներ դնող ու երբեք մի նայ, որ ինչ որ մեկը մեղավոր է, որ քո մոտ մի բան չի եղել։ Դիր նպատակը ու ինքդ հասիր յուրաքանչյուր ոլորտում կյանքում ինչ հարց դու ուզում ես եղի որտեղ կա մի քիչ չոր ես բնավորությամբ հատկապես աղջիկները չոր կլինես այդ աղջկան բախացրել ես չորություն կա քեզ մոտ այդ կարիճի խայթուսն է դրանք միշտ ունեն իրենք քեզ պետք է շատ համբերատար կին շատ համբերատար եւ խելացի մի քիչ խենթություններ ունես որ այդ քո խենթությունները ինքը հասկանան ընդունես ինչպես հա ունես խենթություններ Ինչ է ասել։ Արկածներ։ Հա, ընդհանուր առմամբ ասենք աշխուժ մարդիկ խենթություն անի համար կանեի։ Չեմ կարող իմանալ ասել ճիշտը։ Դուք ո՞նց եք կարծում, իրենք համապատասխան են որպես զույգ։ Աղվանին հնարավոր է։ Ինչ։ Որ կարողանա ամուսնանալ այս աղջկա հետ։ Հա։ Համապատասխանում են իրար։ Մնացածը կախված է իրանցից։ Իսկ դու ինչ կասես։ Համապատասխան զույգ են, երկուսն են մի գծով են սովորել, ավարտել։ Հա։ Ոնց։ Տեխնապահական գծով անին, սպորտով զբաղվել, իրար հետ համընկնում է։ Այդ ամենը համապատասխան զույգ։ Բայց դա լուրջ տղա է, չէ՞։ Հա։ Ամի դու հավանեցի։ Այո։ Ինչը։ Բնավորությունը Ինչի՞ չա խոսել, ոչ չի ասել թե։ Ինքը չի ասել, բայց ասեց, չէ։ Չէ, ինքն էլ ասել։ Դու կարող ես հիմա ընտանիք պահես, պատրաստ ես։ Ինչը չես ների աղջկան, բացի դավաճանությունից։ Ներել ու սուտը էլի, սուտը ինքը շատ կեղտոտ բան է ու դժվար ներելի բան։ Իհարկե սուտն էլ այդքան չեմ սիրում։ Անձամբ ես էլ աշխատում եմ, ասենք։ Թողնես աշխատի Հա? Այդ կողմից չեմ կարող ասել, իհարկե նայած ինչ աշխատանքային բնույթը ինչ կլինի, ինչ գործ կլինի։ Դու գիտես ինքը ինչ մասնագետ է։ Բայց կոնկրետ չէ։ Չես թողնի աշխատել։ Եթե սեփականատերը ոնց կթողնի։ Դե ինչ թողնի։ Եթե դուք իրար հարց չունեք, ինձ համար ամեն ինչ պարզ է, ուրեմն անակնկալ է։ Այո, անակնկալ կա։ Խնդրեմ։ Եկեք մատուցենք։
Անիջոց, ուզում եմ ես նվիրեմ քեզ իսրտը, ինձ թվում է սիրուն նվեր է։ Թող սա լինի անկախ ամեն ինչից, թե մեր երեխային է կլինի, թե ինչ-որ ուրիշից, նույն խոսքով իսրտը նվիրում եմ քեզ Հակոբյան Վալեկի համար։ Այդքան։ Ավաջան, շնորհակալություն, սպասեք սենյակում։ Ինչ ասեք։ Իսրտը նվիրում եմ քեզ, կախ նրանից կլինի մեր երեխայինը, թե ուրիշ։ Այդքանը։ Արդյոք ուրիշից էլ ոբես։ Չերներում։ Դե ինչ կասես, այդ ես 3 փեսացու ունենք, Շահենը, Ռաֆայելը և Աղվանը։ Դե աշխատանքի պահը հնարավոր է, որ հետագայում համուսեմ։ Ում։ Վերջին Աղվանին։ Աղվանին։ Կամ թիկնապահ դե ինքը երևի մտածեց, որ ինչ-որ մեկի անվտանգությունը պետք է ապահովեմ։ Հնարավոր է, որ աշխատեմ տեսախցիկների վրա, ասենք ուժային ինչ-որ բան չլինի, համաձայնվի, կամ դա այդքան էական չի, կանեմ մի ուրիշ աշխատանք։ Կախքով ինքը ավելի է։ Իսկ Շահենի մասին ինչ կասես, մեր առաջի փեսացուին։ Իմ պատկերացրածի հակապատկերը։ Իսկ Ռաֆայելը։ Կարծում դեռ պատրաստ չի ամուսնության։ Բայց մտածի ընտրություն անելուց առաջ, հիմա մենք Ջուլիային էլ կլսենք, տեսնենք Ջուլիան քեզ ինչ խորհուրդ կտա։ Շատ երկար մտածի։ Ես ընդհանրապես ասելիք չունեմ, պարզապես քեզ կարող եմ ասել աղջիկ ջան, դու ինքդ քեզ չես ճանաչում։ Առաջին հերթին դու մի քիչ հասունացի, հասկացի ինչ ես ուզում, ինչի համար ես ծնվել, ինչի կարիք ունես եւ արդյոք ժամանակն է, որ դու ընտրես քո կյանքի կեսին։ Լույս, կմտածես, ինչի Ջուլիան այդպես քեզ ասեց։ Անի ջան, այս հաղորդումն է կվերջանա, կգնաս տուն, կանցնի ամիս, տարի դու կհիշես։ Անպայման քշես, որտեղ այնքան խորհուրդ կա այս ամեն ինչի մեջ։ Դու հումորով մի մոտեց այս հարցին։ Ջուլիան շատ լուրջ կին է ու շատ հեռուն տեսնող։ Եթե ինքը միջև հիմա կարկամեջ չկարողացավ խոսել, քո պատասխանն է։ Դու կգնաս կմտածես, ինչի այդ 3 հասուն կանայք ինձ տենց բաներ էին ասում։ Հիմա կընտրես տղաների ինչ ես ընտրի, դա քո իրավունքն է։ Դու ինքդ էլ գիտես, որ ոչ մեկն էլ քեզ չի համապատասխանում։ Բայց Աղվանը բավականին լուրջ արդեն կայացած տղա է համարվում։ Փորձի շփվի հետո միգուցե ինչ-որ բան բացի քո մեջ։ Ես էլ եմ քեզ առաջարկում Աղվանին եւ ես ի տարբերություն իհարկե աղջիկներին, որ իրենց հետ լիովին համաձայն եմ, ես կարողանում եմ քեզ ընկալեմ այնպեսին, ինչպեսին դու կաս։ Գնա, արա քո ընտրությունը, իսկ մենք քո հետ ենք։ Դուք էլ գնացու։ Ես հասկանում եմ, որ ձեզ դուր է գալի մեր տաղավարում, բայց պետք է ուղեկցեք ձեր ընկերուհուն։ Մի քանի վայրկյանից մենք կիմանանք կազմավորվեց մեզ մոտ զույգ, թե ոչ։ Շատ հետաքրքիր է։ Հրավիրում ենք տաղավար, Անի։ Շնորհավորում եմ ձեզ, փորձեք լեզու գտնեք իրար հետ, մեկը ունի հավատք, մեկը չունի հավատք, տեսնենք ձեր ապագան ինչպես սին կլինի։ Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում ձեզ, շնորհավորում եմ։ Այսօր մեզ մոտ կազմավորվեց զույգ, Անին և Աղվանը։ Եթերում արի ամուսնանանք հաղորդումներ։ Եթե ցանկանում եք գտնել ձեր երկրորդ կեսին, համեցեք մեզ մոտ։ Եվ տա Աստված, որ ձեր ընտրյալը օրերից մի օր ասի. Արի ամուսնանանք։ Ձեզ հետ էին Լուսա Հակոբյանը, Սոֆի Դևոյանը և Ջուլիետա Ստեփանյանը։ Մինչ նոր հանդիպում։ Տեսություն։ Հաղորդման հովանավորն է